J.D. Vance-ի աշխատակազմը հաստատել է, որ ստացել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը, հայտնել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կոմիտեն։ Անցյալ շաբաթ նրանց հաջողվել էր այցելել ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ սրբազանին։ Նա կոմիտեի միջոցով նամակ էր փոխանցել ԱՄՆ փոխնախագահային, խնդրելով քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինաբար պահվող 20 հայ գերիներին, Հայաստանում ազատազրկված 4 հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին ազատ արձակելու համար։ Բագրատ սրբազանը խնդրել էր նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի մեր երկիր այցին։ Մի քանի օր է, ինչ պարբերաբար ամերիկյան ռազմական օդանավեր են վայրէջք կատարում Հայաստանում փոխնախագահի անվտանգության կազմակերպման նպատակով։ Ամենայն հավանականությամբ ռազմական օդանավերը տեղափոխել են զրահապատ մեքենաներ, կապի ու անվտանգության, ինչպես նաև բժիշկների համար մեքենաներ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստանում կլինի։ Հաջորդ օրն էլ Բաքու կմեկնի։ Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր տեղակալի այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփն առաջ մղելն է։ Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն։ Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն հայտնել։ Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Սրան զուգահեռ Ամերիկայի եւ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման կարևոր այդ հարցին ուշադրություն հրավիրելու նպատակով Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ բողոքի ակցիա կիրականացնի կառավարության եւ արտգործնախարարության շենքերի դիմաց։ Այսօր եւ վաղը մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։ Այսօր ժամը 17:00-ից մինչև 21:00 կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, Բաղրամյան պողոտա Պորոշանք փողոց Խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա Մոսկովյան փողոց Խաչմերուկ։ Տարբեր ժամերի էլ կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում, Աբովյան Թումանյան փողոցների Խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում, Պուշկին Կողբացի փողոցների Խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։ Կգա ժամանակը կառավարությունը դրա մասին կասի։ Հայաստանի իշխանությունները պլանավորում են տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն նախարարը չի հստակեցրել, թե մոտ ապագայում որ աստղին կտեսնենք մեր երկրում։ Նման միջոցառումներով, օրինակ մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը եւ եթե նաև երկիրը դիրքավորվում է, որ այդպիսի երկիր, նաև իրենք զբոսաշրջիկներն են շատ հաճախ, օրինակ իրենց սիրելի աստղին հետևում եւ ենթադրենք պայմանական օրինակ չեն հասցնում գնալ, չգիտեմ, Աթենքի համերգին, իրենք գիտեն, որ 2 ամիս հետո Երևանում ալնելու գալիս են Երևանի համերգին, այսինքն, բայց դա ոչ թե պետքա տենց լինի միայն ժամանակ առ ժամանակ 5 տարի մեկ, 6 տարի մեկ, այլ երկիրը ինքը պետք է նման քարտեզի վրա լինի։ Արմլուրեեմին իշխանական աղբյուրները փոխանցել են, որ նախորդ շաբաթ ԿՊ-ն ամփոփել է հանրապետության տարածքում պատվիրված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Ըստ այդ տվյալների, եթե առաջիկա շաբաթ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, անցողիկ շեմը կհաղթարեն միայն 3-ից 4 քաղաքական ուժեր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է հավաքել ձայների 30-ից 32%-ը, իսկ երկրորդ տեղում ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած մեր ձևով շարժումն է 20-ից 22% ցուցանիշով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը ըստ նույն աղբյուրի գտնվում են անցողիկ շեմի սահմանագծին։ Իշխող ուժի ներսում այս արդյունքները միանշանակ չեն ընդունվել։ ԿՊ-ն գոհ չէ ցուցանիշներից, սակայն լուրջ դժգոհություն եւս չկա, քանի որ ներկա պահին չկա որևէ այլ ուժ, որն ի զորու կլինի միանձնյա մեծամասնություն ձևավորել 2026 թվականի ընտրությունների արդյունքներով։
Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ այն քաղաքացիների համար, ովքեր մինչեւ մարտի 5-ը չեն ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում, բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով։ Նախարարությունը նաեւ հստակեցրել է, որ բանկային քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով կազմակերպելու է բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների համար։ Անհրաժեշտության դեպքում նաեւ սոցիալական աշխատողների ներկայությամբ բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կոչ է արվում մինչեւ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ, օգտվելով on-line հարթակից կամ այցելելով միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Մերձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում շարժման գրասենյակի բացման ժամանակ հանդես է եկել քննադատությամբ, կոչ անելով քաղաքացիներին երրորդ հնարավորություն չտալ նրանց, ովքեր արդեն 2 անգամ ծախողել են։ Իր ելույթում նա անդրադարձել է գործող իշխանության վերջին 8 տարիների գործունեությանը, նշելով, որ 2018 թվականին տված խոստումները, հատկապես Արցախի անվտանգության, աղքատության հաղթահարման եւ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, այդպես էլ իրականություն չդարձան։ Հիմա էլ խոսքա տալիս ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար, որ խոսք տվեց ու արեց, Ժողովուրդ ջան։ Չարբախը ընդհանուր աշխատել է գործարանների վրա, որը ստեղծել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվությունը։ Ինչ ենք անում մենք 50 տարի հետո։ Մի հատ որոշել է, մի հատ լավ բան անի։ Բոլորիս վրա, բոլորի ընտանիքի վրա, մեր ձեր բոլորի։ Անցած տարի վերցրել է $2500 վարկ։ Հայաստանի անկախության առաջի 16 տարում 1.6 միլիարդ դոլար էր վարկը։ 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան այս Լիմիկվա մեր ղեկավարը մի տարում։ Ինչ է սա նշանակում։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանսը տան այն մարդուն։ Ուղղակի պարգևավճարներ վճարվի, մի քանի փողոց ասֆալտ արվի, այլ նենց բան սարքվի, որ մարդիկ երկարաժամկետ գործ ունենան։ Վստահ եղեք, որ փոփոխությունները անխուսափելի են։ Մեդալների իրական հրավառություն հայ ըմբիշների Ստալինում Էստոնիայի մայրաքաղաքում ավարտված Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարում Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները փայլուն արդյունքներ են գրանցել։ Թիմային պայքարում 14 ոսկե մեդալով զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը։ Соединенные Штаты, долгие годы бывшие таким двигателем мировой экономики. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին եւ ուկրաինական ճգնաժամին հայտարարել է, որ Վաշինգտոնը նահանջել է Անկորիջում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։ Լավրովի խոսքով Անկորիջի հանդիպումից հետո ակնկալվում էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է անցնեին լայնածավալ համագործակցության, սակայն գործնականում տեղի ունեցավ հակառակը, հարաբերությունները ոչ թե բարելավվեցին, այլ ավելի սրվեցին։ Президент Трамп ежедневно категорически выступает и отвергает все это. Ռուսաստանը Անկորիջում ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ, եթե հարցին մոտենանք տղամարդավարի, խնդիրը պետք է լուծվեր հենց այդ պայմանավորվածությունների հիման վրա, նշել է Լավրովը։ Но тем не менее спокойно продлили закон, санкции против России продолжают действовать. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հասկացրել է, որ Մոսկվայի համար առաջնայինը Վաշինգտոնի դիրքորոշումն է, այլ ոչ թե Կիևի կամ եվրոպական երկրների արձագանքը։ Мы просто вынуждены искать дополнительные, защищенные. Լավրովը բավականին կոշտ է արտահայտվել Եվրոպայի հասցեին նրանց անվանելով քարանձավաբնակ ռուսաֆոբներ եւ շեշտել, որ նրանց կարծիքը չի ազդում Ռուսաստանի որոշումների վրա։ Խոսելով հակամարտության հանգուցալուծման մասին Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի անդրդվելի դիրքորոշումը։ Ուկրաինայի ապանացիֆիկացումը դիտարկվում է որպես Ռուսաստանի անվտանգության ապահովման պարտադիր պայման։ Ըստ Լավրովի գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է, սակայն Վաշինգտոնը դեռևս հակված չէ վերադառնալ նախկինում արված սեփական առաջարկներին։ Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը դեռևս ճշտվում է։ Հայտնի է, որ պատերազմի պատճառով շենքը տուժել էր եւ փլուզումը տեղի ունեցել չվերանորոգելու արդյունքում։ Մեկ շաբաթ առաջ նույնպես Տրիպոլիում բազմաբնակարան շենք է փլուզվել։
Let me start by paying tribute. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ, հայտնել է Bloomberg-ը։ Պատճառը ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի պաշտոնին Փիթեր Մանդելսոնի նշանակումն է։ Հայտնի է, որ դեսպանն ընկերություն է արել մանկաբարձության համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Այս սկանդալի պատճառով փետրվարի 8-ին արդեն հրաժարական է ներկայացրել Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մքսուինին։ Bloomberg-ի տվյալով իշխող կուսակցության ներսում արդեն ճնշում են Սարմերին հրաժարական պահանջելով։ Հնդկաստանում ցունամի ատրակցիոնի փլուզման հետևանքով մահացել է ոստիկանության տեսուչ։ 13 մարդ վիրավորվել է։ Ատրակցիոնի հիմնական հենասյունը կոտրվել է եւ այն տապալվել է գետնին։ Ոստիկանը մահացել է, երբ փորձել է պաշտպանել այցելուներին հարվածից։